անգամ classification արեցինք, խոսեցինք tool-երից, հիմա կանենք clustering, թե supervised, թե unsupervised ու լավ, միջադեպ այդ նորից tool-երից կխոսանք, մի երկու բան ցույց կտամ ու կշարունակենք։ Հիմա ուղղակի մենք խոսանք երեք tool-ի մասին, առաջինը սենց անդում ենք, tools by, առաջինը էդի numpy-ն է, որը նորից ենք աշխատել վեկտորների հետ, մատրիցների հետ ավելի հարմար, քան ու ավելի էֆեկտիվ, ավելի memory save, քան բանը, հենց Python-ն է։ Երկրորդը կօգտագործենք matplotlib, որ ուղղակի վիզուալիզացիայի համար է, կարողանանք մեր մատրիցները ավելի լավ դենանք, որ կետը որտեղ է գտնվում ու ումից ինչքան է հեռու։ Անցնական օգտագործեցինք scalar-ը, որը բավականին շատ machine learning-ի ալգորիթմ են տալ պատրաստի, թե clustering, թե classification, թե regression, խոսքով շատ բան կա high level, բայց հիմա մենք համ կօգտագործենք իր clustering-ի ալգորիթմները, համ մենք մեր կգրենք, որ ուղղակի հասկանանք ենթակից ոնց են ամեն ինչ արել։ Առաջին ետեք numpy-ից սկսենք։ Invert numpy as enter։ Հասարակ Python-ում օրինակներ ոնց են հայտարարվում, ուղղակի x ու լավ, դեք հասնենք հիմա այս նույն array numpy-ը ուղղակի կլինի numpy array ուղղակի սենց նույն բանը արդեն ստր հիմա ցույց տամ մի քանի բան ուղղակի որ չունի Python-ի array-ը ունի numpy-ը ու շարժվենք առաջ օրինակի համար եթե մենք ունենք matrix sense. Sense. One still on hang. It will point to the power bearing. Ու մասնից պատկերացնենք, ասենք մեզ պետք է վեկալենք մեր matrix-ի մեջից բոլոր feature-ների, ասենք x կոորդինատներ, դեպի x-ն է, այս y-ը։ Դրա պետք է for-for-ային, վեկալենք 0 անդամը, append անենք միտեղ ու հավաքենք collect անենք, չէ։ Հասարակ այս մի գործողությունը նապե հեշտացրել է ու եթե մենք սենց ուղղակի անենք, գրեմ x, այսինքն x1 ստեղ ուղղակի կարանք ասենք x1 ու արդեն եթե ուզում ենք վեկալենք առաջի կոլումը 5, 3, 14 սենց եկի կարանք ասենք 0 1, 3, 11 մենք սենց առաջին հերթին տապես մենք սենց լես ենք իրանարել այս սրանով հենց ասենք թե ինքը որ ռովերը վեկալի մենք թե չենք ինչ որ թիվ, որթվից որ թիվ է, ինքը վեկալի է ամբողջ, այսինքն ամբողջ ռովերում է, այս սաղ սենց վեկալի է ու երբ որ ինքը սաղ վեկալի է, մենք ուզում ենք այդ սաղ ռովերի 0 անդամները ինքը տալիս է սենց ու ընդհանրապես մատրիքսի հետ կապված ցանկացած գործողություն իրան ավելի հեշտացրած է ու որպես ցույց տանք որ ինքը այսպես memory efficient է ու ավելի արագ գործողություն կատարում եկեք հետ հասարակ լավ ասենք բան ունենք այսինքն ունենք 500 թիվ number count 400 եկեք օրինակներ գեներացնենք x1 range number count this like you 0.499 array գեներացնենք շուշուբա ու նույնը դադարենք երկրորդն է եկեք հիմա այս նույն array գեներացնենք համել numpy համար ինչ քիչ տիպ սարքենք ինչ է հա հիմա
numpy get range նույնա ոնց որ range-ը ուղղակի numpy-ն է արդեն number count ու եկեք նույն բաները x2 անենք հիմա ենթադրենք մեզ պետք է մեր array-ները իրարով բազմապատկենք սա հետ նոր array դրա մոս կա ինչ կանենք for of rank չէ for index value in enumerate x1 ու think x3 array-նա որ դատարկել էր յամը որ x-ը ինչ կփնտրենք value անգամ x2 index չէ append mail Imagine that benchmark construction from time import time stuff print time ու վերջում ասենք մենք ինչքան վախտում այդ գործողությունը արած print ուղղակի time minus time անգամ 10 վարկաներով լինի ու եկեք հիմա s-ին գործածել դրանք numpy ինչքան վաղտում կանի իսկ numpy-ը ոնց for-ը գրենք page-ի եկեք կարանք անենք ասես մի բան x3 mp հավասար է նայեք անգամ x2 всё այսքան բան ինքը արդեն ամեն հատիկը համապատասխան մյուս array-ի մեջ բազմապատկի ու նոր բարձրացնի ստանա եկեք մոտ սամը մոտ գրենք numpy time հավասար time ու վերջում դեպք print-անք ենք ինչքան որ դրանք տեբլ time minus mp time contos եկեք շատացնենք համակարգ ընդհանրություն չի դրվում շատ քիչ արագ իսկ եթե մենք շատացնենք okay out տարբերություն տալիս հարաբերության մեկ անում եկամուտում մեկ անում ընդհանրապես գիտեմ շատ ավելի քիչ ժամանակ դրանք տակից ինչ անում է գործողությունը ինքը կրած է C-ը ուղղակի ավելի memory efficient թեկրած ինքը numpy array չի ինքը տակից ինչ որ C-ը ուրիշ գործողություններ անում ուրիշ ձև հերթականություն պահում array մեր դրանց algorithm քառակուսային ուսը կա, չէ՞։ Ինքը տակից կարող է լավ օպտիմալ ձևով արի։ Կարող է։ Ինքը շատ բանաձևն է պատրաստի, որ ամեն ձեռը չկրես։ Ընդհանրապես հիմնականում Python-ի array ամեն անդամը կարծեմ 14 բիտ է։ Իսկ numpy դեպքում հիմա numpy եկան x1 get mp կարծեմ ստեղ ինքը պետք է ունենա type կարծեմ սենց ինքը պետք է ունի series float take լավ Վան, type-ը ինքը ինչ type է, հիմնական ինքը հիմա int-ա դեկալել, բայց եթե ոդի զբաղվում է 4 բիտ ամեն մի հատիկը իր, ինքը ավելի քիչ է զբաղվում։ Կանք փոխենք, թե մեզ պետք է ինչ-որ float ունենանք կամ ինչ-որ հավաքած 64 բիտ նստիվ ունենանք, կամ գիտի այն type-ը տանք, ինքը այդ type-ի օգտագործի։ Okay, հիմա էսի numpy-ներ, նայենք հիմա matplotlib-ը ինչ է ընդհանրապես, եկեք matplotlib ստեղ հենց, էսի կոմենտ անեմ, ասենք պետք չի։ Matplotlib-ը դի վիզուալիզացիայի համար ուղղակի ավելի լավ տնենք մեր matrix-ը ու տնենք որտեղ շատ փոթակում կա, որտեղ չկա, խոսքով ցանկացած բան։ Դրա համար հիմա ուղղակի import անենք matplotlib-ը, matplotlib Ենթադրենք ունենք array, ունենք matrix x1 Or sense անտանալ Հիմա, երբ մենք ուզում ենք մեր կետերը տնենք ինչ հեռավորության վրա են ու դրանպես ամենահասարակ բանը ենք վիզուալիզացիան հենց վիզուալիզացնենք դրա համար ուղղակի գրում ենք
load gets շատ ասակնակ կա histogram կա ուղղակի load կա ասանա sense գիծկից ինքը ու scatter հիմա մեզ պետք է x կոորդինատները տվեր երկու թվեր sense x-ը ու y-ները հիմա եթե x-ը մեր դեպքում 0 տանթամերն ամեն մեկի նամբարի ոնց կկտրենք ոյ կասենք x1 sense ու արդեն 0 թա y-ները հակառակն x1 sense ու արդեն առաջին всё load get show whatever line հիմա error feature not topple stable array numpy array array Այսի մեր արդեն կետերն են ուտել ու լոկայված են դա պսենք շատ settings-ներն ու շատ տիպի գրաֆիկներ գրած տեսյանով մեզ սաղ չենք խոնա mod ok mod load get import style даже ասենք ամենից այսինքն բանկով կամ style փոխել style use gg plot ասենք մենք սրած տեսքան GG հա չասի դա ու հիմա escalar-ը հիմա չկան նրանք escalar-ի վրա որտեղ հիմա հենց դրանից խոսալու ենք ու սկսենք clustering անել առաջինը կանենք supervised clustering այսինքն supervised-ը որն է որ մենք կոնկրետ գիտենք թե օրինակ եմ ասենք քան cluster-ը քան մասի պետք է բաժանենք ու այդ դեպքում նախ մենք պետք է մենք արդեն պատրաստ ալգորիթմը որ կա escalar-ի մեջ հետո մենք կգրենք մեր գնաց supervised cluster algorithm-ի այս մենք ան k-means-ով k-means ու լավ okay все սկսեցինք from numpy input sense ու met array ստացենք ուղղակի որ բաժանենք cluster-ների մենք array Guess, я ничего мультикам клюв. Вкус. Guess. It's ink. Что это? It's ink. Oh. Ink. Что это? Guess. Là, сейчас. Окей. Load. Ou import style get use ou get packing xmag xlab ou xmag Version get show. What feature is what you can или как на фотке? Find this one. Just this awesome. Okay. Или get ունենք ու սենց արդեն ունենք տան պալը, չէ՞, ասենք այդ cluster ունենք, երկու մաս պետք է բաժանվի, բայց մենք պետք է այդ ինքը արդեն մեր փոխարեն անի դրա համար հիմա մենք պատրաստի ալգորիթմ արդեն կա escalar-ի մեջ, հիմա ուղղակի import անենք յան աշխատացնենք from escalar get click-ը sense ալգորիթմը կա պատրաստի cluster import k-means k-means ու մենք հիմա պետք է տանք cluster-ներ քանակը մենք քան cluster ենք ուզում բաժանենք by default ինքը 8 ասա գրել բայց մեզ պետք է երկու cluster երկու cluster բաժանենք սփակեմ
Բայց ինչ որ Ինչ։ Պակասխանը։ Հա, դա Դատան չենք վերան։ Ու fit ենք անում ուղղակի մեր x-ն գնացել։ Ասեմ բան։ Դեստը error չկա։ Ամես LPG-ս։ Connect։ Ամեն, всё error չկա, սա դա բանը։ Հիմա ինքը արդեն ունի մեր cluster-ների կենտրոնները ու գիտի թե որ row որ cluster-ն է պատկանում։ Ус classification-ը արդեն ինքը։ Այդ դիգրամն select get cluster centers, մենք x-ի print անենք։ X-ի կոորդինատը L cluster x y։ Հիմա դաժե ապի կեսեմ ինքնից մատպոտը նկարենք։ Դրա համար ուղղակի սանսկանենք for in so get clusters ու երկուսը մեջ են գտնվում։ Ամեն cluster-ը մեջ։ Ասա Ինչա։ Think ոնց է դա ինչ անում։ Հա։ Նայ։ Դա դրենք ունենք այսպես համակարգ matrix-ը։ Կորոնիկս։ Ունենք կոդեն համակարգ ու ունենք լիքը կետեր այստեղ։ Առաջին, լավ, մենք այս cluster նկարենք այսպես, հենց մեր դեպքը։ Ու այստեղ։ Այս scheme-ից ընդհանրապես մենք sense բանան, ինքը վեկանում random add get, ինչքան մենք ուզում ենք ցենտրում ունենք։ Random add get ասենք հենց մեկ էսի ու էսի։ Ու սկսում ենք արդեն հաշվել հեռավորությունները մյուս կետերից, սրանից ու սենց։ Երբ որ ինք արդեն հասկանում թե որն է իր մասը, որն է իր cluster-ին պատկանող, որը իրան չի, ինքը ուղղակի սկսում արդեն միջին թվաբանական անել։ Սենց հեռավորությունները ասենք, այսի x1, այսի x գրենք, այսի y, x1, այսի x2, այսի xy։ Մենք կարող ենք x1 plus x2 plus xy բաժանում իրենց քանակի վրա ուղղակի, նույնը y-ների համար։ Ու ամեն իտերացիայի ժամանակ ինքը իր նույնս կենտրոնները նույնս փոխում է, ու սկսում նույնս մոտիկանալ այնքան, մինչև որ իր այդ կենտրոնը էլ շարժվեց։ Նա տեղ արդեն։ Իտերացիան ոնց է։ Իտերացիան մյուս քայլերից ինքը ուղղակի չէ, մենք արդեն ասենք մենք կենտրոնը շինենք ստեղ, մեկը ստեղ, ինքը հեռավորությունը հաշվում է, ասենք feature կա, այս feature-ը ստեղ է, չէ, ինքը հաշվում է, ասենք եթե ես որն եմ մոտիկ սրան թե սրան, հետո սրան մոտիկ էնան ենք պատկանում։ Առաջինը երկու ռանդոմ ամերսում, հետո արդեն միջինները։ Հա, հետո սկսում քիչ թե աշարժվել ինքը։ Դեմից ինքը ռանդոմ երկու կետ է նշում։ Հիմա look it's select cluster centers и 0 x-ներ երկու marker x ու error center
երկու մասը դրել, երկու կետը դրել, գտել այս կենտրոնները ու ուղղակի sense մատլու տարածենք։ Հիմա որ մտնենք, ինք ակնարկը classification-ը ասլինի labels, print labels այսի կոդ ինչն է երբ որ ինքը classification արել, ինքը արդեն տարբերակել է թե մեր որ feature, որ class-ն է պատկանում, այս դեպքում ինքը գելա 1 նկատի ունի, որ մեր առաջի այս row պատկանում է առաջի cluster-ին, երկրորդը էլի առաջինին, երրորդը էլի առաջինին, չորրորդը 0-ին ու սենց։ Դրա համար դաժան կարանք արդեն գուներ տանք իրանց, բայց եկեք հիմա ոքի տենց դիզայներ չկենտրոնանանք։ Հիմա եկեք այս k-means-ը հենց մենք գրենք։ Մենք ոքի implement անենք։ Հիմա այսքանը օրինակ right թողեմ, որտեղ մեզ դուք կտա set ու սենց գրենք class k-means over Python երկրով անում, այս object-ից extend-ալու կարիք չկա։ Դեսի պետք է երկուսի մեջ։ Define at constructor self at this instead. Self ու մեզ հիմա պետք է cluster-ների քանակները clusters by default երկուս դնենք։ Մեզ պետք է max iteration count Քան իտերացիա պետք է արվի։ Վերջ, այսքան։ Գիմա self սենք պանքներ մոտ, cluster service-ը cluster self max iteration, max iteration։ Հիմա եկեք self centers մենք պետք է հավաքենք սա դրանք ու self classification սենց անենք։ Մեզ պետք է մեկ մեթոդ define self ու մեզ data կա ու matrix-ը մենք պետք է այդի handle անենք։ Հիմա լավ, սենց անենք։ Ընտրում ենք random երկու կենտրոն for e in range length of data. Okay, for and from մեր data-ի length-ի չափ կամ դաժե length-ի չափ data-ի չափով չէ, մեր class-ների չափով, okay, self get and clusters. Okay, self centers center in հավասարած data in Եստեղ հետ դնում Ստեղ ուղղակի random ընտրում ենք երկու կենտրոն Հիմա պետք է արդեն frank մեր dataset-ի վրով չէ, մեր iteration counter-ը պետք է արդեն սկսենք իտերացիա անել ու ամեն անգամ մեր կենտրոնը մոտիկացնենք Անստեղ, որ ինքը արդեն շարժվի կամ քիչ շարժվի։ Դրա համար դժվարացում բան կարելի բարել tolerance։ Բայց ինչի՞ մենք սկսենք ոքի իտերացիաներ for e in range self max iteration ու Հիմա մեզ պետք է մեր ամեն feature-ի հեռավորությունը շարժենք մեր կենտրոնից։ Այսինքն մենք այս բան կարող անենք distances զրոյսնենք ամեն անգամ ու սենց անենք։ Չէ, մեր classification object-ի մեջ մենք պետք է ունենք երկու հատման, առաջինը մեր դեպքում երկու հատ, թե որ cluster-ին որ feature-ն պատկանում։ Այսինքն մենք սենց կանենք for in range self էլի cluster-ների քանակը ուղղակի for frank ու self classification
classification in also data query. Okay, sense. Most important հնարավորություն շարքել կենտրոններից for feature set in data. Այսի որ մենք array-ը, ես մոտկասեմ matrix մենք ու մենք սկսում ենք իր ամեն row-երով վրա, աշխենք ինքը որ կենտրոնն է, որ cluster-ն է մոտիկ, cluster-ի կենտրոնը։ Դրա մոտ մենք սենց կանենք distances, array ու արդեն սենց անենք for center in self centers ու անցած դասին անցանք Euclidean distance-ը ոնց են չափում հիմա այդ մի բան օգտագործենք ստեղ սենց կանենք distances get append մեր կենտրոնի հեռավորությունը մեր feature-ից դրա համար ուղղակի այդ patch-ը գանենք նույնս ֆունկցիան դրանք նամբայի մեջ էդի արդեն կա ուղղակի lin alg get normal-ը ու մեր feature set-ի ու self centers կենտրոնի հեռավորությունը հիմա այսի մշտած ուղղակի մեր կետի հեռավորությունը մեր ամեն մեր կետի հեռավորությունը ամեն կենտրոնից հիմա պետք է կենք մենք ամեն մոտ ինքը որն է մոտի closest distance minimum distances ուղղակի classification self classification get պետք է ասենք թե որն անենք այս դեպքում արդեն կանենք սենց մի բան ունենք classification index հավասար distances get index closest distance ուղղակի սենց անենք self classification index get append feature set դուս կանք հիմա այս for-ից լավ, classification արեցինք այս feature-ի համար այս iteration-ի մեջ ու հիմա մեզ պետք է այդ classification համապատասխան մեր կենտրոնները տեղաշարժենք արդեն դրա համար այդ պահենք առանձին previous centers սրա կամ կողս մեզ դաժը պետք չգալ for center in self centers մենք մտածենք ստեղ լավ հիմա մեզ պետք է ուղղակի արդեն մեր կենտրոնները տեղափոխել ըստ սենց new centers հավասար սենց ու մեր բանի չափով վրանք մեզ սենց մեկպես բան արդեն պետք Подкасим x-y координат. Интересно. Մենք այսօր արդեն լիքը սենց կետեր ենք մտցնենք ստեղ ընդհանրենք մեկը մեկն ստեղ ասենք սա այսի մեր x-ն է այսի մեր y-ն հիմա մեզ պետք է իրանց average արաշենք ուղղակի այստեղ սրան x1 սրա հեռավորությունը x2 սրան x3 այսինքն մեզ պետք է մեզ սենց մի բան x1 plus x2 plus x3 ու սենց մինչև xn բաժանած n-ի վրա այս նույն բանը y-ների համար է հիմա սենց կանենք
in self classification ու ուղղակի sense կանենք եկեք ես մսում page-ի ու sense self get centers get classification մեկը մեստեղ index-ն է գալի է ոչ թե հենց value-ն то есть համապատասխան index-ը մենք ամեն դրել ենք classification-ների համար ուղղակի կանք sense անենք ու average հաշվելու համար այլ նորից ֆունկցիա բան page-ի նորից number օգտագործենք average ու self classification ու classification axis-ը 0 պատեսի մցանց ասենք axis-ը որն է մցանց matrix ունենք Որում ենք տասենք axis 0 ինքը սկսում է այսպես գումարել իրար այս են ամենքը իր համապատասխան axis-ի հետ Որում մենք տանք ստեղ 1 ինքս հակառակն անել ինքս ստեղ սկսում գումարել բաժին այս քանակի վրա սան գումար բաժին այս քանակի վրա Որ չենք տալ ինքը ամբողջն է տանց հաշվում Մենք ստեղ տանք 0 որտեղ μας պետք է x-ի կորնաբերը ու ոնց որ սա Մենք կանենք մասի աշխատացնենք Նայք լավ մայն ճարացին Եկացինք տենս որ random ոքի կենտրոնը նշեցինք ու սկսեցինք iteration անել իրենց վրա Ամեն iteration-ի ժամանակ classification-ները ոքի զրոյացում է որտեղ պետք է այդ եղած կենտրոններին համապատասխան որտեղ նորից classification արվի չենք բանկանել ու այստեղ ապա սկսում ենք նորից հաշվել այստեղ սոկը random ենք cluster-ների քանակի համապատասխան ոքի եկոտ պատահական կենտրոն ենք որոշում Կենտրոնից արվում պատահական է Հա, from over ու երկու Cluster-ների քանակը երկուսը ստեղ Մենք զրկվրում է 0-ից մինչև 2-ը 0-1 այդպիսներ առաջի Այս կիդում առաջի Հա, դեպքում առաջիքն կրվանք, յուղի բան նշենք ու հիմա եկենք աշխատասնենք դրանք աշատ մոտ է չէ Կինիս Կանք են դարը շտնակ էր կլասան կանք ուժ երկուս ենք նշել and clusters ու ակի select fit x1 Կինիսը override է սարել է Ինը վերև import արած է Import արել, անաց Իտրացինք, լավ, իմ ամնը առաջի կարող բանը error կա թե չկա Error չկա Ու արդեն մենք պետք է լինի get centers Սենց երկոտ բանտ է ու համվել մենք ունենք classification չէ print select get classification Եկեսի համը Հիմա տպենք սանք ուղակի նոց մատլոտով for in select classification print gets cutter select classification երթը զրան դնենք x այսպես գրեք show մենք ես կանա show Print ինչ է իրանում Просто Հա, վայ, տնարը Մենք շորսատ ունենք, բայց որի մեջ չէ Այստեղ classification-ը շվեկական չի եղել մի բան Classification, feature set
Իմ կենտրոնը կգնայինք, դի կենտրոնը չոտքյա, որ կենդեմ բամացինք տոպել։ Ստեղ հիմա սենց կանենք, for center in classification get centers ու locus was get motion, which is inspector. Skater. Select center. Sıra örtü. Sonraki ilk marker'dan X coding red. Is ik get passing voor zo'n masken. Essentially that's the value. As classification match, I got feature like a chunk of this. Closest distance, analytical shading. Analytic index single damage we get feature set. Okay, classifications. Ooh. American solutions for range random order length iteration conflict length nodes fine color feature distances okay minimum distance total length environment what's this bunch of them choose если только сравненько, курсы яму. Эти контрольные ставят лучше. А, что вообще? Окей. Сабай там берем. Если supervised classification algorithm work-ի, որ սա ամենավատ կոմերց էկուսասան են, որ քո արդյունքը կախված է սկզբնական կենտրոնի դրության։ Այդ ինձ ամենավատ մի կողմն է։ Երկրորդը այնա որ պետք է ակենս կոնկրետ իմանանք թե ինքը քանի կլաստեր ունի։ Պետք է իսկ ամենամեծ ընդհանրապես այնա որ անաբսուրդ է նա որ ասենք եթե կենտրոնի դեմից որոշած լրիվ ուժ կա, կարող ասենք քո արդյունքը լրիվ ուժ չունի։ Բայց իմաստը զսենց է։ Մյուս clustering algorithm է որը supervised չի unsupervised է, դա մի shift-ն է։ Եկեք մենք օգտագործենք scalar-նից, հետո մենք մեր կանենք from a scalar get cluster import over min shift is measure g. Ու հիմա նոր տեսնենք անստեղ Min shift-ը ոնց է աշխատում։ Ստեղնենք։ Պատկերացրեք ունենք ֆերմիասնց matrix x-ը ստեղնենք էլի։ Ունենք ցած դիտկետեր, feature-ն ցած ասում։ Ու ստեղնենք։ Ըստ մի shift-ի, ըստ algorithm-ի ամեն feature-ը դա մեր առանձին կենտրոնն է։ Էսի կենտրոնը, ու սենց, սա կենտրոնն է։ Ինքը ու սկսում ենք մեր iteration-ը, թեկուզ ցանկացած պատական ինչ-որ մի հատ feature-ից։ Սենք սկսանից։ Ունենք մոտ ռադիուս, որոնք կարող են նայել թե իր այդ ընկած ռադիուսում ինչ feature-ներ կան, որոնք կարող իրեն պատկանեն կամ կարող չպատկանեն։ Ասենք ինքը նայում դեմից այսքանը,
դնում է սրան։ Ինքը հաշվում է սրա x-y-ը, ինչքան իր մեջ feature կա, հաշվում ենք իրանց x-երի y-ների average-ը, միջինը, ընդրում այդ ստեղ։ Այսի համար նույն կենտրոնն է։ Սրանից սկսում են ինքը նորից նույն ռադիուսով, այսինքն այս ռադիուսն է, այս կենտրոնը sense։ Այդ ռադիուսը անդամ է։ Չէ, դա մենք ենք տալիս։ Դա մենք ենք տալու։ Ինքը նորից այստեղ այդ նույն ռադիուսով սկսում է ասես նորից ման գալ։ Գտավ սրան, հա՞։ Մենակ սրան գտավ։ Նորից հաշվում ենք իրավանը ու նորից այս կենտրոնը շարժում է առաջ իրանց average-ով x-երի y-ների մոտավորապես ստեղ։ Ու նորից ստեղից, այսինքն նորից ման են գալիս ու այդտեղում վերջում կենտրոնը հայտնվեց ստեղ։ Ինքը ուրիշ feature չտեսա իր շրջակայքում։ Ու ստեղ ամենալավը այն է, որ մենք սկսեցինք այս feature-ից, չէ՞, ման գալը։ Բայց մենք սկսենք ստանից կամ սրանց մենք ասենք նույններնելու, ինքը նույն տեղը գաբան գներ։ Բայց այսինքն թվաբանական միջինը չի անում, կշիռները հաշվում են, թե այս երկու հատի միջիններ երևի ավելի մոտիկա դրան հաշվում։ Չէ, ծափանք են։ Ինքը թվաբանական միջին է անում։ Այս երկու հատի միջինը որ կա որոշեց, դա իրական չի, ինքը երկու միջիններ։ Չէ։ Չէ։ Եթե ուզում եմ իրեք հատն այսպես, եթե դեռ ստեղ էլ կար։ Այսպես ման են գալիս, ինքը ման է ասենց գտավ, սրա x-երի, այսպես x-երի թվաբան միջին թվաբանականն է ու y-ների միջին թվաբանականն է, որտեղ ընկավ, ասենք ընկավ ստեղ, ինքը գալու է ստեղ։ Իրանք option-ից տքային կլինի, ինքը option-ների միջին թվաբանականն է շում կողմերների։ Բայց դրանց վերջինը որը հաշվի իրանը կշիռում ու մեծ կլինի, իրան ավելի մոտիկ կա, ոնց որ այս 3-ի միջինը կհաշվի, հետո այն վերջին միջավայրը էր Հատկապես նախորդին հաշվառում թե չէ։ Նախորդին արդեն կենտրոնի մեջ է հաշվառում։ Նախորդների քանակ հաշվառում, որ իրեք հատի միջինները արդեն իրեք բազմապատասխանց կտես։ Ու այս նույնը այսպես ամեն գնում ասենց ամեն feature-ով հետո ասենք սրանց ուստով ունենք մենք այնքան կլաս ինչքան մեզ պետք է ճիշտ է կախված մեր այդպես ռադիուսից Էդի հիմա սենց կանենք, նորից անում ենք, մի shift, ու ստեղ արդեն այդ ռադիուսին bandwidth ենք ասում, կանք bandwidth, այդպես մինչև մեկ մասը նորից։ Իսկ այդ ռադիուսը մեջ չկա շանալի, Այդ ռադիուսը տրապես տես ձեր կա, որ կային քիչ շատ անա, հա, այնքան մանգա, մինչև մեկ կտնին է, սենց։ Հիմա այդ նորից matplotlib OK visualize-ենք, սենց get նորից մենք ասենք 4 ու դրանք ինքը կարգական ունենք cluster centers գտնենք, սիմցոնք գտնենք cluster centers ինքը չունի մենք data fit չենք անում ճիշտ է հիմա պետք է fit անենք ոքի մեր data set-ը ու show chunk-ը Select gets cluster centers. Data is not different. Excellent. Very we can talk that. You got second comments for center in okay. Cluster centers. Gets center x u center y markers no short more version sense version showing
ուշը դրել է։ Հիմա նայեք, մենք տվեցինք bandwidth-ը 4, մեկը մենք բանք 10, մեկ ինչ արինելու, օրինակ եմ։ Ինքը option համար մատի cluster ուղղակի, սա է ռադիուսի մեջ ուղղակի։ Հիմա այդ դաժանք ու ուղղակի ստերս արդեն կապված է, թե ինչ bandwidth գտակ։ Գտանք 1, շատ փոքր են կարծիք կարող դժ հավում մեկը իր համար։ Չէ, էսի օքեյ, լավ, օքեյ։ Չէ, դե ըստ էս կալարում շտաս նան, то есть նալ, չի եսում էլ էսա։ Ինքը նոր, ինք չեմ ապոսել ջոգի, հետում լավ չի ջոգի։ Դանապես հա։ Ոչ բանջի մոտ առաջին բանջի մեջ, այլ չի շարունակում։ Հա, հիմա լավ, ես սենց հասկացանք ոնց աշխատում, մայքեք դաժե կարծեմ, ինչ կստա cluster get labels կա, ոնց որ այս կալարի մեջ, որքի սուտալ թե որ ռոն, ինչ որ cluster-ի մեջ հանգած։ Լավ, մեկեք էսի մենք սենց գրենք, այս հանանք ոնց պեջի, սանտրներն ես պեջի, շողու հանենք, fit, այլ թոնք fit-ը, մեզ պետք է մեզ սենց մի բան, նորից, ոսըրա, min shift, այս մենք գրենք min shift հանենք ստեղից, min shift, bandwidth էլ կտանք որի սենց մի բան, ու fit կանենք մեր դատան։ Հիմա, լավ, սկսեցինք, class min shift, extend կանք object bits, def init serve ու bandwidth by default արժեքն որ ուղղակի ֆորմացիոն ասենք ու self bandwidth, self bandwidth մեզ հիմա պետք է quit def quit ենք անում այդ դատան self data հիմա առաջին հերթին պետք է ինչ անենք ամեն feature կենտրոնա համարում հենց դեմից սենց կանենք self center self okay data dictionary ու սենց անենք for e in range len data մենք data-ի length-ի չափով ոքի for ենք from range-ը գեներացնում և ոչ չափով հիմա ասած կասենք ես self centers երորդը հավասարը data get-ի ասում ենք այսքան շատ center ունենք ինչ մեր data-ի չափով մենք կենտրոններն ենք ուղղակի այս սենց հիմա մեզ պետք է հիմա մենք այնքան իտերացիա անենք կամ դաժե այն k-means-ի պես մեկ iteration count անք ոնց համարը մենք պետք է այնքան iteration անենք մինչև որ մեր կենտրոնները շարժեն տեղից նան ինստեղ ու սենց կանենք հիմա while true եկեք պահենք new centers array պահենք ու մեր կենտրոններով սկսենք այն կենտրոն dev feature արդեն մեր կենտրոններով սկսենք for e in self centers ու հիմա նայեք մենք պետք է այդ array ունենանք bandwidth մեր կենտրոնով եկալում ենք ու սկսում ենք սարելով վրալ տնալ թե որոնք հանգնում այս կենտրոնի bandwidth-ի մեջ ռադիուսի մեջ հիմա for feature set in data հիմա ուղղակի պետք է տանենք ինքը մեր կենտրոնը լավ իսկ data-ը ոսկրում թե center-ներով ինչո՞վ data-ով դիֆրատ թե մյուս center-ները
մի ցենտր բեկարը սատետիվ ֆորմա է, նույնիսկ մի ցենտր մոտ սաղավիրով ու այսպես անթեթ։ Սա ամեն մեկը համար առանձին ֆորմա է ցած։ Հա, սա data-ը է համատող ցենտրը։ Հիմա հա current center, թեմա որ ցենտրի համար ենք ֆորմ, okay self centers e ու եկեք ոնց կիմանանք ինքը գտնվում է բենդի մեջ, չէ՞, եկեք նորմալ աշխարհ, երկարությունը, այս վեկտորի երկարությունը, հեռավորությունը այս սրանից։ Դրա համար նորից կարանք Euclidean distance-ով անենք, բայց եկեք օգտագործենք NumPy միջի այն նորմը, որ անցինք k-ի մեջ, սենց կարանք անենք if NumPy get linear algebra get norm ու սենց ասենք հեռավորությունը feature set-ի հեռավորությունը մեր current մեր կենտրոնից եթե փոքր հավասար self bandwidth, եթե ինքը մեր bandwidth-ի մեջ է գտնվում, ճանաչ հավասարը դաժե կարող անենք։ Եթե մեր bandwidth մեջ է գտնվում, ուրեմն, всё։ Իրանք ասում ենք in bandwidth get band feature set։ Հիմա այդ եղած bandwidth-երի հաշուն մենք պետք է կենտրոն գնանք։ Կենտրոն ստանանք, սենց կանենք new center հավասարը պետք է average-ը հաշվենք։ Իրանց x-ի, x-ի կոորդինատների։ Դրա համար նորից ոնց կերից մեջ ասենք, okay, NumPy get average in հա, պետք է access տանք, թե ինքը որ access-ներով գումարի միջին թվաբանական անի, access 0, որ ինքը այս access գումարի x-երը գումարի իրանց թվաբանական տա, y-ները գումարի իրանց թվաբանական տա։ Հիմա, եկեք, հա, new center-ի մեջ իրան append անենք, center, բայց new center, բայց նայք մետում է ինչ կարող լինի, և մենք որ ամեն մեկի վրով անցնում ենք, հիմա ասենք սրանց սկսեցինք, եկանք հասանք ստեղ, չես, սրանք ենով դարավ էսի, սրանց նոց սկսենք, նոց կարող ենք հասնենք ստեղ, մենք չենք ուզում այդ սաղ ամեն մեկի համար պայենք, ասենք, ոտև թե մենք սրանց սկսենք, թե սրանց սկսենք կարող ենք նույն տեղը հասնենք, կարանք ուղղակի մի հատ պայենք unique է, օրայդեմ չեցեք unique վեկանենք, դրա համար հիմա հա, ասես պետք է unique հաշվեք x-y-ները ոչ թե մնենք x-ը կամ y-ով դրա համար նայք ինչ կարանք անենք Python-ում այլ հարմարաշատ եթե մենք ունենք մեկ array ընդհանրենք սենց մի բան var ասում var x հավասարը Ասի սետնա, ջեսմեն կդարի սետ կարծեմ, մեկ, երկու, չէ, x-ը, ոկե, և որ ես ասեմ սենց մի բան, թապլ տամ իրան, մեկ, երկուս, երկուս, մեկ, նորից մեկ, երկուս Ինք թապլը հասկանում է, թե որանք այն յունիք, որանք չէ ու S-ը դաժե գիտեք հիմա, հա, կարանք ոկի S-ի սեքն թապլ Որտեղ մենք ասում ենք unit-ն ենք հաշվելու։ Հիմա, եկեք, հա, unit-ն հաշվենք։ Unit-ը հավասարը, եկեք ես սորտ անենք, սա կողում ես պետք է էտի։ Հա, եկեք մենք անց իր մեջ կրենք էլ էտ բանշանում։ List, set, new, centers, next time ճարեցինք։ New center-ը մեր մոտ array իրանց հարկեցինք մենք set խիսարկեցինք set, որ unique-ները մնա մենակ unique center-ները
ունի կենտրոններ ունենանք։ Это selecting words array or sorting։ Այսինքն, даже ասեմ ավելի, այս մեր հիմիկվա կենտրոններն ավելի հենց։ Բայց ես որ իրանք սարքիմ այդ numpy array, որտեղ դատական աշխատել ենք պետք է ամես։ Okay, for frankness, for in range len unique choose or serve. Նայ, գնալով մեր կենտրոնները չանալու են, այսինքն դիք մետ զրացնենք յանստեղ, serve centers հավասար data dictionary, serve centers in հավասարը okay, numpy array unique choose Всё. Հիմա լավ, կենտրոնը որոշեցինք, ամենս պետք է ջոգել իր դուրս գալու վախած ցիկլից, թե չէ։ Դրա համար պետք է հասկանանք մեր կենտրոնները ինձ տեղը թե փոխվել են։ Դրա համար պետք է համեմատենք, եկա պահենք մեր անցած previews centers, ասա նայեք, այստեղ բան չկա, որ չես մանենք, որ ռեֆերենսը կորցնենք, sense բան չկա ունենք այստեղ serve centers։ Այստեղ պետք է այս նույն բանը համաժողովը սրան։ Dictionary serve centers։ Sense dictionary-ի օբյեկտը ստեյ։ Լավ։ Հիմա եկեք մեր հիմիկվա կենտրոնը չափում է for frank ու equal-ին դենանք։ Ոնց է for in range serve centers ունենք պետք է եկալենք x-ը համատենք y-ներ անցած sense, բայց շնորհիվ numpy մենք այդ ամենը չենք անի, ասես կանենք, okay, if numpy get array equals serve centers երրորդը ու չէ, անցած կենտրոնների նույն բանը, եթե իրանք հավասար են, ուրեմն այս մոտ բան պանենք, այստեղ optimized true։ Եթե իրանք հավասար, ուրեմն optimized true։ Աչեմ, եկեն։ Եթե իրանք հավասար չեն, optimized false։ Իսկ ավելի հեշտ չի սենտրների քանակը եթե նույնն ամնում նրան վերջացրել ես։ Կարող սենտրների քանակը նույնն է, բայց տարբեր կոդներ են արդեն։ Ընդհանրապես եթե պետք չի փոխվել քանակը, այսինքն միակ տարբերվելու ձևը այն է, որ միատեղ գումարից չէ։ Ու միատեղ մտավեց սենտրների մեջ նոր կփոխվի իրենց։ Չեմ ասում։ Կարող է ինքը դարած չլինի, բայց դրան անկորդ ինքը դարած չի եկած ստեյ եկած։ Այսինքն, եթե այսպես քանակը եթե այս իտերացիոն նախորդ իտերացիոն սենտրների քանակը նույնն է։ Ինչի նշանակում որ նույն տեղը մնացել սա։ Չէ՞։ Կարող փոխվի կոորդինատները։ Ինքը ստեղ է 3 հատեր, հետո գնաց ստեղ, ու 7 հայտնվեց ստեղ, 3 սայթ է կանց։ Նամա վակյավը լավ է, ես եկոտ ինչ համատում։ Ու սենց կանք, եթե if այդ optimized-ը, սա արդեն optimized-ը, ոքի break։ Դարասում ավելն, եթե այսքան շվար փոխան, կարծենք եթե արդեն հասկացա, որ ինքը optimized դարաշ չի, այդ շարնակի։ Շա։ Ինչ բան բացում փոխում։ Ոնց որ սյա, հետ կանենք սնից ստուգենք։ Սեյլը մոմենտ, տնենք կանք էրոժում է։ Գեյմիս մեջ են գրել։ Range-ը ստացել է ոչ թե integer, այլ dictionary։ Range ուտեն նզման գրել, range ուտը։ Serve centers, հա, ներկա իրանց քանակով ֆրանք len հա sense всё երոշ կդեր ինքը հիմա արդեն մենք
Ուսանող պետք է ունենք կենտրոնները print անենք, ուղղակի print Եկեք հատ շեմշումը թողնենք, հա, մատպոտովս թողնենք, մենք այս մեկ կենտրոնները նորից նկարենք, հասկանենք for in rain in seller get այսպես sense հետո fit-ից հետո seller get fit սենք ուսանսկանենք սրա կենտրոններով frank ու sense gets no it's like get them seller get centers ELT zone X ու սրա մեկ կենտրոնը marker փոխանք որ ասենք որ հաստատվում է ու վերջում load get show Ես մենք ամուսը get show-ը դրա համար issue-ի բացի ինձ բրա նորից եմ պակել Դոստոր տանենք ու Python games դրանք ինը Եկեք հիմա փորձենք bandwidth փոխանք link-ը ինչ ոնց ինչ դες կստանա like ինձ experiment անենք Վեց Գետին տարբեցում շտակեցի ողտով չէ արդեն համար ամբողջը մեկ մտավացին կլասար դարավ Իսկ անելով սա ոնց որոշենք հիմա Որպես homework-ը սիրավեշ կասեմ, նայք, եթե կտանք մեկ փոքր բան ես տարեց ու չէ, տակցыз մեկ թեև ու եթե ինքը չի կարող ուրիշ կլաստր գտնի, ասենք ուրիշ կլաստր գտնի, ինքը սպան քիչ-քիչ մեծանար, այսինքն ես սպան պատկերացրեք Դա մեկ այսինքն Իչեն աստեղ ունենք, այս ճեր մոտիկ ու ունենք մեկ այսենց բան մեկը ստեղ, մեկը սանչուգեմ մեկը ստեղ Եթե մենք տանք մեր bandwidth-ը փոքր, որ բայց այն չափի, որ սա մեր կլասը դառնա, մեծ այս կենտրոն այսինքը բայց քան մեր տված bandwidth-ը փոքր է, այստեղ մենք չենք ունենա ոչ մի կենտրոն Դրա ամեն մի հատ կետը դառնա մեր կլաստերը, հա, բայց դրա համար որ տես չլինի, մեզ պետք է մեզ sense մի հատ համակարգ, որ եթե ասենք ինքը չի գտնում իր մոտ ոչ մի, եւ bandwidth-ում ոչ մի բան չի գտնում, ինքը քիչ-քիչ մեծանա։ Այստեղ չգտա, այդ նորից է մեծանում։ Այսինքն սա այդ for ավելի դրամորական չի, ոչ կլաստերների քանակը սկզբից դες քանի հատ կլաստեր ես ուզում ստանաս, Այդ is supervised է, թե մենք գիտենք այս ինչքան պետք է կեյմիսով անենք։ Եթե մենք չգիտենք, այս պետք է ինչ-որ sense հասկանալ թե քան կլաստեր կա մեր մոտ, ոնց որ բանը չունեն, պրոբլեմ չունեն։ Այսի ավելաբլիզմը կանսան ինձ չես կարող ասել Supervised երբ որ դու ունես արդեն կոնկրետ գիտես թե դու ինչ ես ուզում ստանալ, դու սոցիալում ես, ինչ որ պատրաստ է արդեն դատայի վրա, train-ան դատայի վրա։ Unsupervised այստեղ որ կոնկրետ չգիտենք, մենք քան կլաստեր ունենք, պետք է հասկանանք մենք քան կլաստեր ունենք այստեղ դատայի մեջ ուղղակի։ Ու էլ կախված իր bandwidth-ից, բայց bandwidth-ը կարելի է ուղղակի փոփոխական դնել, որ փոխվեն, ասենք ոչ մի կոնկրետ 4 ենք դες, 4 չմնա։ Ասենք ստեղ մենք նան դնենք, ինքը սա քիչ-քիչ առանց դրամբաներով մեծանալ։ Որտեղ լավ լուծում կդնել այս դեպքում։ Դրպես homework, մենք չենք անի շատ երկու Всё, այսքան ժողովուրդ, ինչ որ հարց բան կա։ Ասեք ես մի հատ բան եմ արեցին GitHub-ում, sense դասը շատ ասեմ էլի, առաջի դասը ով որ service-ը ստեղ կա classification-ը ու intro-ն, այդ tool-երի մասին intro-ն, classification-ը առաջի դասն ով որ արեցինք ու էսը երկրորդն է։ Ստեղ դասում էլի ուշ կանեմ ու կնանք